Կերամա Մարացի ընկերության նորաբաց խանութ սրահ։ Ավելի քան 2000 քառակուսի մետր ընդարձակ տարածք հանգիստ և ճիշտ ընտրություն կատարելու համար։ 8-ամյա աշխատանքային փորձ ձեր հարմարավետությունն ապահովելու համար։ Նոր, ավելի ընդարձակ, Կերամա Մարացի ամենամեծ խանութ սրահը Դավիթ անհախտի 6-ասեում։ Ողջույն, Շանթի եթերում Հայաստանյան X Factor-ը հերթական օրագիրն է։ Մենք շարունակում ենք փնտրել երրորդ X Factor-ին։ Ժյուրի համար սա թերևս ամենաբարդ փուլն է։ Ցավոք մեր մասնակիցները գնալով թուլանում են, բայց ես ուրախ եմ, որ մենք դեռ լսումներ ունենք, կարծում եմ լավագույնները պահվել են ամենավերջում եւ ամենավերջի համար, ինչպես որ հիմնականում լինում է։ Մենք դեռ ունենք խմբեր լսելու, բայց այսօր ամենաթույլ օրն էր բոլոր լսումների։ Բայց գերակշռում են իրոք թուլերը։ Այսօր ամենաշատ ոչերներ եւ այսօրվա այոները միջակներ էին ինձ համար։ Ոչ շատ։ Ակնկած 3։ Այո։ Դրսից մասնակիցները շատ են, բայց դա որակի հետ կապ չուներ։ Ցավոք սրտի, որովհետև որակ չկար դրսից մասնակիցների մեջ, կային գեղեցիկ շատ աղջիկներ, տղաներ, բայց ցավոք սրտի նրանք չէին երգում։ Այո, սա ցավոք սրտի գեղեցկության մրցույթ չէր եւ ընդհանրապես ինչի շանթը չի անում գեղեցկության մրցույթ։ Շատ վատ է դա։ Օրինակ, այո, Էմին կտանք մի անգամից։ Ես շատ հետաքրքիր բան ստացա մասնակիցներից մեկից, մայստրոյի հիշատակին այս հիասքանչ նկարը, և ես անպայման կփոխանցեմ մայստրոյի տիկնոջը։ Ժամանակը անզոր է երազանքի համար պայքարող մարդու դեմ։ Մեր այսօրվա օրագիրը նրանցից երկուսի մասին է։ Բարով եք եկել տիկինա։ Ձեզ հրավերի համար անչափ ուրախ եմ։ Ինչպես տեղ հասակ։ Շնորհակալություն, լավ, շատ լավ։ Ինչ տրամադրվածությամբ եք եկել եւ ինչու որոշեցիք երրորդ եթերաշրջանին մասնակցել։ Քանի որ մեզանում մեր ազգային սովորությունները շատ ամուր են նստած, իհարկե Տիկին Ասիայի համարձակ քայլից հետո իմ մեջ ցանկություն առաջացավ, ինչու՞ չէ, ես էլ քայլանեմ։ Այդ մանկության օրերից կիսատ մնացած երազանքը, թեկուզ մի տոկոսով իրականություն դարձնեմ ինձ համար։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ ձեզ, ձեր հեռուստաստուդիային, որ յուրաքանչյուր ձեր երաժշտական հաղորդում մեզ համար, դրսում ապրողներից համար, կարծես թե տոն է։ Կոնկրետ ես ապրում եմ այդ երգերով։ Ես ինքս շատ սիրում եմ երգել, չնայած չունեմ երաժշտական ոչ մի տեսակ կրթություն, բնությունից տրվածն է, բայց մեծ սպասումներով ամեն օր սպասում եմ ձեր հաղորդումներին։ Երգի ասպարեզում ամեն ինչ նոր է ինձ համար, ուղղակի բնությունից տրված երևի մի բան կա, որ կուտակվել է ինձ մեջ, իսկ բնության մեջ ոչինչ չի կորչում։ Կուզենայի, որ մեծ թորնիկս էլ մասնակցեր, քանի որ շատ կոմպլեքսավորված անձնավորություն է, բայց շատ հրաշալի տվյալներ ունի, չկարողացա ազդել որևէ կերպ։ Տենց մի առիթով ինքն ինձ ասեց տատիկ, մերնունա ես չեմ կարա։ Տատիկներ էլ են մասնակցում, դե դու մասնակցի, ասի եւ կմասնակցեմ։ Բարև ձեզ։ Բարև սիրելի հանդիսատես եւ ժյուրի։ Կներկայանաք։ Ես Մարգարյան Ամալյան եմ, եկել եմ Ռուսաստանի Դաշնությունից։ Իսկ մասնագիտությամբ ով եք։ Ես մասնագիտությամբ մայր եմ, տատիկ։ Շատ լավ։ Խնդրեմ, ինչ եք կատարելու։ Այնքան շատ է ընտրածս երգերը, որ չեմ կարողանում կենտրոնանամ, թե ինչ երգ երգեմ։
բայց ցանկությունը շատ մեծ է երգել մեր շատ սիրելի Ֆլորա Մարկիրոսյանի երգացանկից ու կատարումս նվիրել անպայման իր հիշատակին։ Միարուն է անուշա Սիրուն գակավ, նախշուն գակավ, ձեր քեզ թրավ, ջուրն ընկավ, ձեր քեզ թրավ, ջուրն ընկավ, հանաներ, հանաներ, հանաներ ջան, հանաներ, հանաներ, հանաներ ջան, հանաներ, հանաներ, հանաներ ջան։ Կներեք, վատ առողջ եմ, այս շնչահեղս լինելս դրանով է պայմանավորված։ Այնուամենայնիվ շատ ներողություն եմ։ Մենք ցանկանում ենք ձեզ առողջություն։ Առողջություն։ Տիկին Ամալա, դուք շատ գեղեցիկ կին եք, նախ եւ առաջ դա եմ ուզում շեշտել եւ ասեմ, չեմ կասկածում, որ շատ հիասքանչ մայր եք եւ տատիկ, բայց այսօրվա կատարումը իսկապես մի քիչ թերի էր, բայց ես իսկապես շատ հուզված եմ։ Տիկին Ամալիա տարբեր էմոցիաներ է ստանում ընթացքում, այն որ սիրածս երգերից է, որտեղ փոքր ժամանակվանից հնչել է մեր տանը, դա մի կողմից, երկրորդը որ տեսնում եմ այսպես գեղեցիկ կին եւ եկել եք Ռուսաստանից միայն երգելու համար եւ ձեր նպատակին հասել եք կանգնել երգում եք եւ հիմնականում գեղեցիկ, տեղ-տեղ ճիշտ է փախտում էր, բայց ասեցիք ինչ էր, դուք էլ նկատեցիք։ Մանկությանս երազի հետևից եմ եկել։ Էդ էլ էր զգացում։ Հասակ։ Ամեն դեպքում գիտեք ինչ կա, նույնիսկ եթե ես ինքս հասկանամ, որ սա մրցույթի համար կարող է քիչ լինի, դժվար լինի, միայն նրա համար, որ ձեզ տեսնեմ ավելի երկար հայրենիքում եւ եւս մեկ անգամ ես բեմի վրա ելույթ ունենալուց, ես պատրաստ եմ ձեզ ասել այո։ Ես մի բուրն եմ մեր հողի, ես մի ծիլն եմ մեր արտի, ես մի թերթն եմ մեր ծաղկի եւ այլն։ Ես մի ուժն եմ մեր բասկի։ Այս պահին հուզմունքից ամեն ինչ մոռացա։ Տենց է, Հայաստան ասելիս ծնկները ծալվում են։ Տպավորված եմ ձեր հուզմունքից, հոգեվիճակից, որ տիրում էր, թեկուզ կիսաձայնով։ Մենք ուրախ ենք, որ դուք եկել եք, շնորհակալություն։ Ինձ թվում է ձեր հուզմունքը բոլորին փոխանցվեց եւ իհարկե այդ ձեր մեջբերումը, որ դա ձեր մանկության երազանքն էր, ամեն ինչ որոշեց երևի թե մեր համար։ Ով եմ ես, որ ձեր մանկության երազանքը փչացնեմ կամ չտամ ձեզ հնարավորություն դա իրականացնելու։ Այո։ Այո։ Չեմ ուզում լինել սպիտակագրավ, ես կասեմ այո։ Եվ այսպիսով դուք ունեք եւս մեկ հնարավորություն այստեղ ելույթ ունենալու։ Ես ձեզ ասում այո։ Շնորհակալություն։ Ձեզ էլ շնորհակալ։ Անչափ շնորհակալ եմ։ Մի խումբ պոպուլիստներ։ Անդրեյ, գիտես, որ սպիտակ ագրավը բավականին հետաքրքիր բան է։ Սպիտակագրավներ չէր բայ։ Բոլորիդ հաջողություն եմ ցանկանում, երեխեք ջան։ Երջանիկ ապրեք։ Այն բարձրալի օրհնությունը միշտ ձեր վրա լինի, հաջողակ եղեք կյանքում։ Հայ եղեք ու մարդ եղեք։ Ես Սարգիս Վարդանյանն եմ, ավարտել եմ երաժշտական Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանը ջութակի բաժին, զբաղվել եմ միշտ երաժշտությամբ, ստեղծագործում եմ միևնույն ժամանակ եւ առընթեր զբաղվում եմ փայտագործությամբ կամ գյուղատնտեսությամբ, բայց ասենք երգը առաջնային է միշտ, որտեղ շատ եմ սիրում երգել։ Փառատոների եմ մասնակցել մի քանի անգամ, եղել է որ շատ հաջող է անցել, եղել է որ հուզմունքի պատճառով չի ստացվել։
մի անգամ այդքան հաջող, բայց ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ մոտեցումս պրոֆեսիոնալ է, որովհետև հենց այն բանը, որ ես ջութակահար եմ ու լուրջ եմ ես զբաղվել ջութակով, դա շատ մեծ եղանակ է փոխում երգի ասպարեզը։ Ես տեսնում եմ, որ բավականին հաջող ծրագիր է ու շատ անկեղծ է մոտեցումը կատարողների նկատմամբ, բայց մի փոքր որ ասենք, այս տարիքային պահով մի քիչ տատանվում եմ մասնակցեմ, թե չմասնակցեմ, ասենք, հետո մի մարդ պատահաբար ընդառաջ դուրս եկավ, ասեց, լսի դու X ֆակտորին ինչի՞ չես գնում մասնակցես, ես ասեցի դու տենց է կարծում, այնքան վստահությամբ բանարեց ու որոշեցի, որ երգ եմ այստեղ, հետո ինձ թվում է մթնոլորտը լավ է, չեմ սխալվել։ Ես չեմ կարծում, որ ինձ ոչ կասեմ։ Ողջույն, Սարգիս Վարդանյան, ինչպե՞ս եք։ Շնորհակալություն։ Պարոն Վարդանյան, ձեզ դիմեմ, թե ինչպե՞ս եմ։ Սարգիս կարող եմ ասել։ Ինչ ժանր եք երգում։ Հիմնական սոուլ, բայց ասենք սահմանափակ չի այդ պահը, ասենք համայրա բոլոր ժանրերում երգում։ Շատ լավ, ինչ եք կատարելու։ Շարլ Անձնավուր, Լա Բոհեմա։ Լա Բոհեմա, շատ լավ։ Je vous parle d'un que le mal est battant, ne peut pas connaître. Mon intérêt de là, accroché celui-là, jusque ce. Ça voulait dire on adora la bohème, nous ne mangeons qu'un jour sur deux. Dans les cafés voisins, nous étions quelques-uns qui attendent la gloire. Et bien que miséreux, avec le vin d'escure, l'incision des gloires, et quand quelques seront contre un bon repas chaud, le parrain est une toise, nous récidions de verre, groupés autour du poisse, en oubliant l'hiver, la bohème, la bohème. Voulait dire tu es jolie, la bohème, et nous avions tous du génie. Souvent il m'arrivait devant mon chevalet de passer des nuits blanches, recouchant le dessin de la ligne dessin du galbe d'une lanche. Ce n'est que matin, comme ça c'est un fin, doit un café guéma. Église mes amis, fallait-il qu'on s'aime et qu'on aime la vie, la bohème, la bohème. Voulait dire on abandonne la bohème, et nous vivions de la vieux temps. Quand doit sortir jour, je m'en vais faire un tour à mon ancienne adresse. Je ne reconnais plus ni les vieux, ni les jours qui ont vu ma jeunesse. À l'heure d'un escalier, je cherchais la douleur dont plus rien ne subsiste. Dans ce nouvel décor, mon monde semble triste et il y a seul mot, la bohème, la bohème. Où était jeune, où était fou.
Սարգիս, ինձ դուր եկավ, շնորհակալություն։ Շնորհակալ։ Ձեր կատարումից զգացում էր, որ Շարլ Ազնավուր շատ եք լսում, շատ եք սիրում, անգամ ինչ որտեղ ձգտում եք նմանեցնել ձայնի տեմբրը։ Հա, զգացվում է դա, ինչ որ վերաբերվում է կատարմանը, կատարեցիք։ Էմի։ Բայց պետք չէ այդքան հուզվել, որովհետև այնպես ինչպես դուք եք սիրում այս երգը կամ ընդհանրապես երգել, երևի թե ուղղակի պետք է մի քիչ ավելի վստահ լինեք, որպեսզի ամեն ինչ լավ լինի։ Սարգիս ջան, ես չեմ պատկերացնում ինչ կարող եք էլի անել։ Հիմա դուք իմ համար, այսպես ասած, լա բոհեմ։ Անգամ Շարլ Ազնավուր ուրիշ երգ չեմ պատկերացնում։ Եթե ուզում եք իմանալ, ինձ դուր եկավ։ Դե ասա ոչինչ։ Եվ ես ուզում եմ ասել այո։ Շնորհակալություն։ Ինձ էլ դուր եկավ, Սարգիս, ես ձեզ ասում եմ այո։ Շնորհակալություն։ Ես Սարգիսին այսօր կասեմ ոչ։ Շնորհակալություն։ Մի տեսակ ես ինքս պատկերացում չունեմ, թե ինչպես պետք է ձեզ հետ աշխատեմ, եթե հանկարծ իմ խմբում լինեք։ Այս փուլի համար ես ձեզ կասեմ այո։ Շնորհակալություն։ Je vous parle d'un temps que les moins de 20 ans ne peuvent pas connaître. Montmartre en ce temps-là. La bohème. Այսօր էլ այսքանը, հավատարիմ մնացեք ձեր երազանքին, առայժմ, բայ։